Փետրվարի 21-ն է, Շիրակի մարզում են Գյումրի քաղաքի բուլվարային փողոց եւ Մուշի խճուղում ենք, որտեղ նույնպես փողոցը վարորդների համար իսկականից դարձել է պատուհաս։ Արդեն ինչքան ժամանակ է այս բնակիչների, նույնիսկ մի քանի ամիս է, այս մարդաբոյ փոսերը այս հատվածում նույնպես փորձանք են դարձել վարորդների համար, գրեթե ամեն օր ավտոմեքենաները ընկնում են փոսերը, կամ անվահեծաններն են կոտրվում, կամ անիվներն են պայթում ու դրա արդյունքում էլ խիարի քշելը, ստեղ էլ կա խիար քշող, տեսած, իսկ բարեկայինը ուխտի ականջում քնած է տեղի, այս Մարտիրոսյան լյովից չի, որ սենց թափթփուկներին չի հավաքում, ու հիմա, այս ամբողջ բուլվարային փողոցը, Մուշի խճուղում են, ամեն քայլափոխի փոսեր են, ու այդ փոսերի արդյունքում էլ մարդ չգիտի ում դիմի, որ կառույցին դիմի, սա մարզպետարանը պիտի ասֆալտապատի, գոնե փոսալցում կատարեն, Երևանում տեսնում եք, արդեն մեկ շաբաթից ավելի է Տիգրան Ավինյանի հանձնարարականով Երևանում կատարվում է փոսալցման աշխատանքներ, գոնե Գյումրիում էլ կատարեն։ Այստեղ էլ են նույնպես փոսերի վրա անվադողեր տեղադրել, որ վարորդները տեսնեն, նկատեն փոսը, ավտոմեքենաները չհայտնվեն։ Ցերեկը եթե տեսնում ես, ապա գիշերային ժամերին չի երևում։ Մարդաբոյ փոսը, այս փոսերի մեջ մեքենաները ընկնում են, Սենց ուր էր եթում, Մուշ թաղամաս, նույն վիճակն էլ Մուշ թաղամասի ճանապարհներն, Գյումրի քաղաքապետարանի ավտոն է։ Գյումրի քաղաքապետարանին, բա երբ է փոսերը լցելու։ Ինչ աղբեն։ Կամացից կլսեն, քաղաքապետարանի հասարակ բանվոր մարդ, քրնինքով աշխատող մարդ, ասма կամաց կլսեն, են որ ասма դեարի կամաց։ Զգույշ փոսը չընկնեք, զգույշ փոսը չընկնեք, նայ,
Օպելներն էլ են արդեն փոսերը շրջանցում, գիտեն անգիր գիտեն։ Բալիս, երբ են լցելու ես փոսերը։ Ինչքան քանի անգամ է սաղանվա հեծանը կոտրե։ Ստաբիլիզատորի ստոյկա կփոխեմ։ Փոսերի խաթեր։ Հա, բիջի խաթեր, հնար չկա։ 100 մետր երկրորդ երրորդով քիչ խաթեր։ Երկրորդ երրորդ չորրորդ չկա։ Լավ ես ու։ Դուք լավն եք, ժողովուրդ ջան։ Նույնը են կողմնա։ Նույնը են կողմնա։